Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում զարգացումները գնալով ավելի բարդ ու հոգեբանական են դառնում։ Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է Անիի ու Ռաֆի անսպասելի մտերմությունը, որն առաջացրել է հսկայական արձագանք։ Այդ արձագանքն առաջացել է ինչպես սոցցանցերում, այնպես էլ հեռուստադիտողների շրջանում։ Սակայն հակառակ առաջին հայացքից ստեղծվող կասկածներին, բազմաթիվ երկրպագուներ համոզված են, Անին երբեք չի դավաճանի Մարիային ու Դավիթին, նա ընդամենը խաղի մեջ է մտել որպես հերոս, որը փորձում է հասկանալ ճշմարտությունը ներսից։ Բայց ինչու հեռուստադիտողները չեն հավատում Անիի դավաճանությանը։ Անին սերիալներում միշտ ներկայացվել է որպես սկզբունքային, ազնիվ ու նվիրված կերպար։ Նա Մարիայի մանկության ընկերուհին է, եղել է նրա կողքին ինչպես ուրախության, այնպես էլ ծանր պահերի։ Նշենք, որ Անին տեղյակ է եղել Մարիայի ամենանվիրական գաղտնիքների մասին, սակայն չի եղել դեպք, որ Անիի հավատարմությունը կասկածի տակ դրվի երբևէ։ Տարիներ շարունակ ձևավորված այս կերպարն այնքան խորն է նստած հեռուստադիտողների մտքում, որ Ռաֆի հետ նրա յուրաքանչյուր տեսարան դիտվում է երկիմաստությամբ, բայց ոչ դավաճանությամբ։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ երբ կադրերում Անին ժպտում է Ռաֆին, հեռուստադիտողները մեկնաբանում են, որ դա խաղ է, խորապես մտածված ու վերլուծված։ Շատերը նույնիսկ հավատացած են, որ Անին ինքն է ստեղծել այդ կապը Ռաֆի հետ, որպեսզի հասնի նրան վստահելու և վերջապես բացահայտի Մարիայի դեմ իրագործված դավադրությունների ամբողջ ծավալը։ Նշենք, որ շաբաթներ առաջ Մարիա հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի էր միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրվել էր տեսանյութեր, որտեղ Ռուբենն ու Անին ինչ-որ բան էին քննարկում։ Հավանաբար Ռուբենը խնդրել է, որպեսզի Անին կարողանա կապ պաշտպանել ու ավելի մտերմանալ Մարիայի ու Ռաֆի հետ, որպեսզի կարողանա բացահայտել ճշմարտությունը։ Արդյոք Անին իսկապես դավաճան է, թե այս ամենն ուղղակի հեռուստասերիալի ինտրիգի մի մասն է, ցույց կտա ժամանակը։ Բացի Մարիայից, Անին շատ մտերիմ է Դավիթի հետ և որևէ պարագայում Դավիթին չէր դավաճանի։ Սա են կասկածում հեռուստադիտողները և մտածում, որ Անին երբևէ նման քայլ չի անի։ Եվ ահա վերջին սերիայի անոնսից պարզ է դառնում, որ Անին ու Մարիան հանդիպում են և հավանաբար շատ բաներ ունեն միասին խոսելու ու բացահայտելու։ Անին, տեսնելով, որ Ռաֆը շարունակում է ներգրավված մնալ կեղծ դատավարություններում, սպառնալիքներում, դաժան գործողություններում, հավանաբար որոշել է գործել կամ նրան խնդրել է Ռուբենը։ Նա հասկանում է, որ Մարիան արդեն բավարար հոգեբանական ծանրություն ունի։ Նա դեռ պետք է սպասի Դավիթին, քանի որ Դավիթն այս շրջանում գտնվում է բանտում։ Հավանաբար Անին սկսելու է կապ հաստատել Ռաֆի հետ, ներկայացնելով, թե գրեթե հիասթափվել է Մարիայից։ Ռաֆը սովորություն ունեցող լինելով շահարկել մարդկանց հոգեբանությունը, հավանաբար չի էլ կասկածի։ Անին դառնալու է նրա, այսպես ասած, հավատարիմ մարդը, սակայն նա իրականում հավաքելու է տեղեկություններ, ապացույցներ, ձայնագրություններ կամ հաղորդակցություններ։ Այս մոտեցումը Անիին դարձնելու է սերիալի թաքնված հերոսներից մեկը, որն ի վերջո կարող է դառնալ Ռաֆին բանտ տանող գլխավոր հարվածը։ Նշենք, որ ըստ մեր կասկածների, Ռաֆին, այսպես ասած, պատժելու է Օֆան, քանի որ Օֆան ավելորդ կերպար է այս նախագծում։ Ավելորդ ասելով նկատի ունեմ, որպեսզի Մարիայի, Ռուբենի, Նոնայի, Աբուլի ընտանիքը չքայքայվի, Օֆան պետք է ինչ-որ կերպ հեռանա, բայց ոչ դատարկաձեռն։ Օֆայի կերպարը սկզբում դրական էր, այնուհետև հեռուստասերիալի միջին հատվածում Օֆայի կերպարը ներկայացվեց որպես ամուսին խլող։ Այսինքն Նոնան ու Ռուբենը բավական հաշտ ու համերաշխ ապրում էին, ճիշտ է, Ռուբենի սերը երբեք էլ Նոնան չվայելեց, նրա սերը պատկանում էր Օֆային, սակայն ինչ-որ ժամանակ նրանք դարձան համերաշխ ընտանիք ու բավական երկար ժամանակ ապրում էին միասին։ Բայց Օֆայի հայտնվելուց հետո այդ ընտանիքի հիմքերը խարխլվեց ու Ռուբենը պարզապես առիթ թե անառիթ հայտնվում էր Օֆայի կողքին։ Հեռուստադիտողները մեղադրում էին, որ Ռուբենը պատշաճ ժամանակ չի տրամադրում, որպեսզի Աբուլին բերի ընտանիք, ուշադրություն դարձնի Նոնային ու Մարիային, և այդ ամենում մեղադրում էին Օֆային։ Կարելի է ասել, վերջին սերիաներում Օֆան դառավ բացասական կերպար, և այդ բացասական կերպարը, որպեսզի հեռուստասերիալի սցենարիստը փոխի դրականի, հավանաբար հենց Օֆան էլ
Ռաֆի հախից կգա, այսպես ասած։ Իհարկե դեռ սցենարից տեղյակ է միայն հեռուստասերիալի սցենարիստը, բայց Օֆային հավանաբար հենց դա էլ սպասվում է, քանի որ կպարզվի, որ Ռաֆը ինչ-որ բան է արել Մարիային և որից հիասթափված ու զայրացած Օֆան մայրական զգացմունքներից ելնելով կպատժի Ռաֆին ու բնականաբար կամ Ռաֆը կհայտնվի բանտում, կամ Օֆան կհայտնվի բանտում։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր նորությունները, ինտրիգները շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նաև մեր ալիքում կդիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում ու ձեզ կպատմեն, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, իսկ մենք ձեզ համար կբացահայտենք, թե ինչ կարող եք սպասել և երբ կարող եք սպասել Մարիայի վերջին սերիային։